Այս հայրենիքի համար մտածել են, հայրենիքի համար ճանապարհ են փակել հայրենիքի համար, ժողովրդի համար ինչ-որ ուզեցել են, որ լավ է։ Բայց այս մարդիկ հենց հայրենասիրության համար մեզ հալածանք են ընդհանրում։ Բայց ուզեցա։ Առաջինը այդ անուղներին պետք է պատժել, այո։ Իսկ մյուսներին հակառակը գնահատ։ Շատ պարզ լուծում է, մեկին գնահատում ես, մեկին պատժում ես։ Շնորհակալություն։ Հիմա դաստիարակության ամենից բանը դա է, չէ, սա գնահատելը եւ այս ու դասական կառավարությունը սկզբից ինձ դասիկ խափեց, հետո նենց արեց, որ այդ սպոնդանոցը, որ դրանց են, այդ կոմ ծախսել արեցի, որ տարում չապոտ ծախսել, նրանց հետո սկսեցին գործանքել։ Փողը որտեղից ինչպես է սարքել, ինչ եւ այլն եւ այլն։ դե ին վրա էլ գործան։ Հա դե ամեն մեր չափով մենք ինչ որ նույն բանի բախտակից մարդիկ ենք, էլի, երշրջանի չափով դուք եք։ Շնորհակալություն, ամուր շնորհակալ, լավ կլինի, Աստված որ ամեն ինչ լավ լինի, դուք սառը դատող մարդ եք, մեր ձեզ նման ղեկավար։ Ես չեմ ասում, որ կամ բաներ, որ այսօրվա կառավարության մեջ կամ բաներ, որ ճիշտ է, բայց բաները որ կա, դրանք մեզ պետք չեն, բայց անում են այդ մարդիկ։ Արտազորի դպրոց ձեր ժամանակ կրիշեն փոխել ենք, սարքել ենք ամեն ինչով։ Այսօր եկել են կրիշեն հանել են, տախտակներ 6-րդ թիթեղ են ծրել։ Անետ տարել են նոր 5-րդ թիթեղ են ծրել կրիշային։ Աբսուրդ բաներ է Աբսուրդ բաներ է տեղի ունենում, որոնք մեր կառուցվել լիզի հիմնադրամի գումարներով։ Մինչև հիմա այդպիսի տիպային դպրոց չեն կարողանում կառուցել։ Տարածաշրջանում 14 ամբուլատորիա կառուցվել է 0-ից։ Այո, դպրոցն աշխատում է։ Իմանա, որ այն ժամանակը կառուցել կփակեն։ Չէ, Թորգոմարտին անրան ասել է, որ մենք այս ժողովրդի հիշողությունը մի քիչ կարճ է, պարոն նախագահ, մենք փորձում ենք հիշեցնելու, որտեղ ստեղ ամենառաջնային խնդիրները ստեղ դուք եք լուծում։ Այդ թվում ծննդատունը մարտունու իտալական ֆինանսական միջոցներով ձեր աշխատած տարիներին է վերանորոգվել։ Դպրոցները 0-ից համաշխարհային բանկի առողջապահության ֆոնդով ծիգով կառուցվել է 13 եւ վերազինվել ամբուլատորիաներ։ Հիմա քանդում են, օպտիմալացնում են, դարձնում են 4 հատ։ Նույնը վերաբերել է հիվանդանոցին։ Այդ բանը ես չասացի, պիտի ասեինք, որ դու հնչեցրել ես, այդ սաղ հարցերի լուծումը տալու է։ Այստեղ խոշոր համայնքներ են, համայնքները սաղ կպցրել իրար, սարքել են կառավարել իբրևքը, դահլիճ օրինակներ, վառ օրինակ։ Վախկոտ մարդ հաշի չդրամարկել։ Այսինքն իրանց թիմքին համաձայն ամեն ինչ անում են, որպեսզի կառավարել լինի իբրևքը, բայց չի ստացվել իրենց բան նախագահ։ Փաշինյան գլուխա գովում ասում է 500 մանկապարտեզ եմ կառուցել։ Իմ այսօր մենք այն ժամանակ երեխա ունեինք, կառուցում էինք, այսօր սա երեխեք տողը գնացել էր։ Ուղղակի Վարդաձոր գյուղը 240 ընտանիք դռներով փակ գնացել է։ Արտագաղթ շատ ահավոր է վերջի 8 տարին, ընդհանրապես ահավոր աղթագարտ։ Այն ժամանակ գնում գալիս էին կանանց երեխեք է։ Հիմա գնում են էլ չեն գալիս։ Երեխեքը դա գնացել են դպրոց շատ լուրջ իրավիճակ է։ Ուղղակի նայում ես այդ Ռուսաստանի ժամանակ կառուցված շենքերը, որոնք շքեղ երկարկանի շենքեր են բոլորը կահավորված, թողել ու գնացել են։ Ուղղակի փաղի գնացել են։ Ահավոր վիճակ է։ Այսօր մարդ գլուխա գովում, որ մանկապարտեզ եմ սարքում, դպրոց եմ սարքում, բայց երեխա չունի։ Մեր ձեր ժամանակ մեր գյուղը ունեցել է 514 աշակերտ, այսօր 235 աշակերտ կրկնակի իջել է, պատկերացնում եք ինչ վիճակ է։ Դրա համար մտածել բան էլ ավելացնեմ, նայեք։ Իմ ժամանակ ինչ կառուցել եք, պարտքով չեն կառուցել։ Հիմա ինչ կառուցում է, պարտքով է կառուցվել։ Ճիշտ ասած, ամեն մի Հայաստանի նորացին քաղաքացին $5000 չափ պարտքով է։ Նորմալ է, ուրեմն գյուղատնտեսությունը ձեր ժամանակով հիշում եք, որ 2001 թվին կառուցանք արեցինք, ես Հայգուկ Թումեի տնօրեն եմ ժամանակ, 1400 հեկտար ծրի մենք ժողովրդին կառուցանք արեցինք, որերու գարից անեցինք։
Այսօր մեր գյուղատնտեսությունը վերացել է, գյուղնախարարը նշայիշ նախարար դա։ Մի հոգի դրել են այնտեղ, որը գաղափար չունի գյուղատնտեսության մասին, բոլորովին գաղափար չունի։ Դրանց մասին մտածելա պետք է իրոք ցավալի է։ Գյուղատնտեսության հետ կապված նախարարությունը պետք է վերականգնվի, պատասխանատու պաշտոնյա անպայման պետք է լինի, անկասկած, դե ուղղակի բան չկա։ Բանը գյուղատնտեսությունը անկում ապրում ամեն տարի համար։ Մեկ տարի ինչ որ 0-ի վրա մնացած տարիները անկում Ես ապրում։ չեմ էլ վախենում ասեմ ինչ են արել։ Ուրեմն անասունների ականջապիտակով հաշվարկեցին 5-6 տարի թողեցին քանակը։ Այսօր Մարտունու շրջանում ասենք 50,000 անասուններ ունեն, այս թղթի վրա։ Անասուններ վերացրել են, ոչ մի բան չկա, միջոցառում բան գրանցում են, հենց այնպես գնում։ Այսօր հողացել մնացել են մեր թարմահողու ջրի համար պարուն ենք թափել, մեր հողու ջուրը մնացել է, 60-70% մնացել է առանց բարության։ Դրա համար մտածել է։